դահլիճ է մտնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության թիմը, որը կարճ ժամանակում իրականացրեց կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը։ Նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց պետական բոլոր վճարները անկանխիկ վճարելու վարչապետի հանձնարարականը, որն իրենց մասով գրեթե ամբողջությամբ կատարվել է։ Ժամանակ խնդրելով, որտեղ հասկացանք, որ դա անելու համար առաջին հերթին մեզ պետք է իրավական բազա, նաև կազմակերպչական լայնամասշտաբ աշխատանք, որպեսզի որևէ խնդիր չունենանք, ժամանակի ինչ-որ մի փուլում։ Խնդրի լուծումը նախարարության այս կիսամյակի առաջնահերթություններից է։ Կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարման համակարգի ներդրման գործում արդյունավետ աշխատանքի, հանրային ծառայությունների որակը բարձրացնելու, զարգացմանը նպաստելու համար 4 տասնյակ աշխատակիցներ արժանացան հուշամեդալի և շնորհակալագրերի։ Աշխատանքները սկսել էին հունվարին և դեռևս կար թոշակ նպաստը կանխիկ ստացող 48,000 քաղաքացի, իսկ վերջնաժամկետը ապրիլի 1-ն էր։ Երբ որ մարտի 5-ի դրությամբ մենք ամփոփում էինք այլևս մեր արդյունքները, պարզ դարձավ, որ 48,000 կենսաթոշակառուից մենք ունենք ընդամենը 9,000 կենսաթոշակառու, ովքեր ինքնուրույն չէին ընտրել որևէ բանկ։ Իրականում աշխատանքը շատ հետաքրքիր եւ բարդ էր, որովհետեւ միասնական սոցիալական ծառայությունը ներգրավեց աշխատանքների մեջ իր 49 տարածքային կենտրոնների միջոցով։ ՄՍԾ աշխատակիցներն օգնել են հենաշարժողական խնդիր ունեցող քաղաքացիներին տնայցեր կատարել, աջակցել բանկային քարտերի առաքմանը, պայմանագրերի ստորագրմանը։ Մեծ աշխատանքներ են կատարվել այդ քաղաքացիներին բացահայտելու ուղղությամբ, բացահայտելու եղանակները տնային այցելություններն էին, ինչպես նաև հեռախոսազանգերը, որի շրջանակներում փորձում էինք հասկանալ քաղաքացին ունի արդյոք նախընտրած բանկ կամ ինչ վիճակում է գտնվում, արդյոք ունի նաև առաքման անհրաժեշտություն։ Նախարարությունն աշխատել է բանկերի հետ, բանկը ընտրել են քաղաքացիները, դիմում ներկայացնելով միասնական սոցիալական տարածքային կենտրոն։ Մարտի 5-ի դրությամբ դեռևս բանկ չընտրած քաղաքացիների համար ընտրվել է ինքնաշխատ եղանակով ծրագրային մոդուլի միջոցով։ Մեր աշխատակիցները եւ բանկի աշխատակիցները միասին եւ նաեւ առանձին սոցիալական աշխատողները այցել են ունեցել մեր շահառուներին, տրամադրվել է մոտավորապես 206 քարտեր այն շահառուներին, ովքեր շարժողունակության կամ ստորագրելու սահմանափակում են ունեցել։ 2 սոց պատրոնաժի միջոցով է կազմակերպվել եւ հավելյալ 2 աշխատակիցներ են ներգրավել ընթացիկ կազմակերպչական աշխատանքներում, իսկ առաքումները կոնկրետ իրականացվել են սոց պատրոնաժների միջոցով։ Մեծ պատասխանատվություն է արժանանալ նման գնահատականի նախարարի կողմից, այն պարտավորեցնող է։ Շնորհակալ եմ։ Բերդում 23 շահառուի հետ չի հաջողվել կապ հաստատել, բայց տեղեկություն կա, Ռուսաստանում են, վերադառնան կկազմակերպվի գործընթացը։ Ընդհանուր 100-ից մի փոքր ավելի են քաղաքացիները, որոնց հետ չի ստացվել կապվել, կամ բացակայ են, կամ փոխել են բնակության վայրը։ Նրանց հորդորում են կապվել նախարարության հետ։ Որոշ քաղաքացիների դեպքում անձահազատող փաստաթղթերի վավերականության խնդիր կա, անձնագրի ժամկետների սպառման, իհարկե մենք մեծամասամբ դա էլ ենք լուծել, ընդհանուր մեր աշխատակիցները, որոնց այսօր պարգևատրեցինք, անձամբ գնացել են տուն, նկարել են մեր քաղաքացիների նկարները, հանել են դիմումների գրման գործընթացում, օգնել են անձնագրայինի հետ աշխատել են, որ անձնագրերը տրվեն, բայց դեռ կան որոշակի թվով քաղաքացիներ, որոնց հարցերը լուծվում են։ Արդյունքն այն է, որ 3 ամսում մոտ 50,000 քաղաքացու անկանխիկի հարցը լուծվել է։ Առաջիկայում կփորձեն գործընթացը ավելի հեշտացնել, թվայնացնել։ Խոսքը հատկապես տարին 1 բանկ ներկայանալու մասին է։ Շարունակությունը նույն տեմպով։ Աշխատանքային թիմին նախարարի հորդորին արձագանքը ճուշացավ։ Պատրաստ են։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։